Շիրակի ու Լոռու մարզի բնակիչները ցեղասպանության զոհերի հիշատակը ամեն տարի ոգեկոչում են Հերհերի ձորում։ Այս վայրը հայտնի է նաև Ջարդի ձոր անվամբ։ Ըստ պատմական վկայությունների 1918-ից 21 թվականներին այս տարածքում է նահատակվել Ալեք Պոլ գավառի եւ Ղարաքիլիսայի 50 գյուղի ավելի քան 12,000 բնակիչ։ Ես կուզենամ, որ այսօրվա խորհուրդը մեր համար մտորելու տեղ լինի եւ մենք ոչ թե շարունակենք ողբալ, այլ շարունակենք ապրել, մտածել, թե որ մեր սխալների ինչ պատճառով է ամեն ինչը տեղի ունեցել, նաև մեծ եղեռնը տեղի ունեցել պետություն ու պետականություն չունենալու պատճառով։ Եվ այսօրը ես կուզենամ, որ յուրաքանչյուր մարդ, որը գալիս է այստեղ, շարունակի սիրել Հայաստանի Հանրապետությունը եւ յուրաքանչյուր մարդ մտածի ինչեր է անելու պետություն ու պետականությունը պահպանելու համար։ Մարտի 30-ի Գյումրու ընտրություններում քաղաքացիական պայմանագրի ցուցակը գլխավորող Ավագանու ընտրված անդամ Սարիկ Մինասյանը կարևոր համարեց պատմությունից դասեր քաղելու գիտակցումը։ Պետականություն, ամուր բանակ, համերաշխ միասնական հասարակություն։ Ջարդի ձորի հուշակոթողին ծաղիկներ խոնարհեցին նաև ազգային ժողովի падգամավորներ, տարբեր համայնքների ուժային կառույցների ղեկավարներ, դիվանագետներ։ Գյումրու նորընտիր ղեկավար Վարդան Ղուկասյանը սակայն արարողությանը ներկա չէր։ Քրիստինա Մկրտչյան, Մարտին Գևորգյան, լուրեր։